Արտաշեսը այստեղ փորձել է նաև ֆիքսել, ինչպես կարծում են որոշ հետազոտողներ, այն հանգամանքը, որ ինքը լեգիտիմ թագավոր է, իրեն դիրքավորում է իբրև երվանդական։ Եվ դա դրսևորվում է նաև մեկ այլ ռեֆորմի մեջ, երբ նա սահմանում է նախնիների պաշտամունքի համակարգը, այստեղ նա նորակառույց Արտաշատ մայրաքաղաքում կանգնեցնում է տաճար, մայր դիցուհուն նվիրված տաճար, որտեղ նաև տեղադրվում են նախկին արքայատոհմի թագավորների արձանները, այսինքն Երվանդունիների արձանները, սա թագավորական իշխանության շարունակականության մասին է խոսում եւ նա իհարկե հրամայում է, որ երկրպագեն այդ թագավորներին։ Չնայած որ հիշենք, որ նա Երվանդի հետ հակամարտության արդյունքում էր դարձել թագավոր, այսինքն ստացվում է, որ նա մի կողմ է դնում անձնական կոնֆլիկտները եւ անձնական տարբեր հարցերը, վեր է դասում այս ամենի նկատմամբ պետականության գաղափարը եւ պետականության հետ առնչվող հարցերը ու սահմանում է իրենից առաջ իշխածների պաշտամունք, այսինքն նախկին իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը այնպես է ձևավորում, որ հետագայում նաեւ իր նկատմամբ լինի հարգալից վերաբերմունք եւ մեծ հաշվով հասկանան, որ թագավորական իշխանությունը անձերի այդ համակրանքից վեր պետք է դասվի։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։